5 ամիս Օդեսայում էի։ 4-րդ անգամ փոխեցի կացարանս։ Տանտիրուիս իտալացի էր, Սինյորա Ստեֆանիա։ Նրա ամուսինը եղել էր իտալական օպերայի ուժարար։ Մեռնելով կնոջն ու միակ դստերը թողել էր իբրև ժառանգություն հին նոտաների մի կապոց և իտալացի արտիստների հետ ծանոթությունը։ Այրին ապրելու ուրիշ միջոց չունենալով իր սենյակներն էր վարձով տալիս։ Նրա չքնաղ դուստրը, 20-ամյա Լուիզան, պատրաստվում էր բեմին նվիրվելու։ Բրավո, բրավո, սինյորներ, իսկ հիմա եկեք ճաշենք։ Դե, ինչ կասեք, սինյոր Կավալարո։ Դուք, ինչպես միշտ, չքնաղ եք։ Իսկ կատարումս սարսափելի։ Խնայեցեք, սինյորինա Լուիզա, խնայեցեք։ Սա սոսկ ընտանեկան հավաքույթ է, ընտանեկան կատարում։ Հրաշալի է, Լավ, հրաշալի։ իսկ այս անգամ միգուցե սինյոր Շիրվանզադեն գնահատականը տա։ Թույլ տվեք չհամարձակվել, պարոնայք։ Ի վերջո ես երաժշտությունից հեռու մարդ եմ։ Պարզ է, սարսափելի էր։ Լավ, ես գնամ մայրիկին օգնեմ։ Ես հիմա, սինյորներ։ Գիտեք ինձ ինչն է ապշեցնում ձեր հայերիդ մեջ։ Ապա, հետաքրքիր է։ Ես եղել եմ ձեր երկրում։ Այդքան եկեղեցիներ եք կառուցել, բայց գիտեք շատ քիչ այցելուներ տեսա։ Հատուկենտ հավատացյալներ, Աստծո թափուր տաճարներ եք կառուցում։ Այդ ինչ արեղծված է, սինյոր։ Շատ նուրբ աչք ունեք, պարոն, խոսք չկա։ Հենց դա էլ հավանաբար մեր հարատևման գաղտնիքներից մեկն է։ Կառուցել, բայց չվայելել։ Կառուցել, բայց թողնել ուրիշին։ Ճիշտն ասած, այնքան էլ չընկալեցի ինչ որ ասացի, բայց ինչ որ ներքին զգացումով հասկանում եմ։ Հասկացա նաև գիտեք երբ։ Երբ որ ձեր վանքերից մեկում մի աստվածային եկեղեցական երաժշտություն լսեցի։ Ինչպես էր այն կոչվում, ինչ որ գեղեցիկ բառ էր։ Շարական։ Այո, շարական։ Դա ուղղակի սքանչելի էր։ Ավելին քան սքանչելի։ Բրավո։ Օ, սինյոր Կավալարո, մի չարչարեք հարգարժան Ես- գրացիա։ Ես հիմա այնպիսի իտալական ուտեստներ Այո։ բերեմ, El Montobon, որ կմոռանաք աշխարհի բոլոր եկեղեցիները։ Սինյորա Ստեֆանիա, թե այդպես լիներ, աշխարհի ամենաերջանիկները պետք է որ շատակերները լինեին։ Այո, իսկապես։ Արտիստը։ Buongiorno. Իսկական արտիստ, խոստանում եմ քեզ։ Ժպտա։ Ժպտա։ Արտիստ, որտեղ ես։ Որքան ժամանակ է չկաս։ Սինյոր Կավալարո, միթե չեք հասկանում։ Ախր ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչ է, ինչ որ բան է պատահել, Լևոն։ Ոչ, սինյոր, ես պարզապես։ Սինյորինա Լուիզա, որտեղ է սինյորա Ստեֆանիան։ Մայրս խոհանոցում է, Լևոն, հիմա կանչեմ։ Ոչ, չխանգարեմ, ներող եղեք, ես գնամ։ Լևոն, ինչպես ասեմ, մորդ հիվանդությունը հայտնի է, եսասիրություն է։ Ներիր խնդրում եմ, բայց Լևոն, դու անverջ երազում ես, իսկ նա քեզ չի։ Նա հիվանդ է, սինյորինա Լուիզա։ Նա ընդամենը քեզ անverջ քաշում, երկիր է իջեցնում։ Խնդրում եմ, ինձնից մի նեղացիր։ Նա քեզ պարզապես սպանում է։ Ախր մեղք ես դու։ Սինյորինա Լուիզա, մայրս հիվանդ է։ Պետք չէ այդպես։ Խնդրում եմ չխղճալ ինձ։ Խեղճ տղա։
Խեղճ։ Բայց նա չի ուզում, որ դուք իրեն խղճաք։ Չլսեցիք, սենյորինա Լուիզա։ Տեսաք ինչպես վիրավորվեց։ Նա հպարտ է, ինչպես իսպանական գրանդ, եւ հպարտությունը սազում է նրա հեզությանը։ Նա ինձ հիշեցնում է իմ եղբորը։ Տաղանդավոր ջութակահար էր, մեռավ 20 տարեկան հասակում։ Ձեռքերիս վրա։ Դուք չեք ճանաչում Լևոնին։ Ներող եղեք տիկին, ոչ։ Երևակայեցեք թանկագին հարևաններ։ Սինյորը արտիստին չի ճանաչում։ Մեծ բան։ Հետո ինչ չի ճանաչում սենյորա Ռաիսա։ Ես չգիտեմ այս աշխարհում ինչն է ներելի կամ աններելի, բայց որ այդ տղան իսկական արտիստ է։ Հոգով, սրտով, արյունով ամբողջ իր էությամբ արտիստ, դա հաստատ։ Ես հասկացա ինչ պետք է անել։ Եկեք գնանք մեր արտիստի հիվանդ մայրիկին տեսնելու։ Ես գնում եմ։ Ով ուզում է թող գա։ Մեռնում է։ Հենց հիմա գնա հորդ հետևից։ Ուր մայրիկ, թատրոն։ Թատրոն տղաս, թատրոն։ Իսկ ինչ ասեմ։ Ասա հայրիկ, աչքդ լույս, կինդ մեռնում է վերջապես։ Դու չես մեռնում։ Քեզ ոչ մի հիվանդություն էլ չի տանջում։ Քեզ քո բնավորությունն է տանջում։ Ինչ ես քարացել կանգնել։ Հաթոր բեր մարդկանց։ Մի անհանգստացեք տիկին, ամեն ինչ լավ է։ Լավ է։ Հայ թե ասացիք, հա։ Լավը այն աշխարհում է։ Դուք բժիշկ եք, պարոն։ Բժիշկ չէ, բայց ցավդ բժիշկից լավ կհասկանա։ Քո հայրենակիցն է։ Հայ։ Հայք։ Դուք Բեսարաբիայից եք։ Ոչ։ Ես Կովկասից եմ տիկին։ Բա ինչպես է որ հայտնվել եք այստեղ։ Ծովի մաքուրոթը շնչելու։ Ոչ տիկին։ Պարզվում է, որ ծովափ կարելի է ժամանել ոչ միայն մաքուրոտ շնչելու, այլև աքսորյալ լինելու։ Ես գրող եմ, աքսորական գրող։ Հեղափոխական եք։ Ինքս էլ չգիտեմ։ Գուցե։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն եմ թողել ցարի վրա։ Ախ, Ստեֆանիա։ Ամեն օր էլ նույն տեսարանն է, սենյոր։ Ուշադրություն մի դարձրեք։ Եթե կարգին արժանապատիվ տուն ունենար, ձեզ նման պատվավոր հյուրերին կընդուներ այս խոզաբնում։ Մենք խոզեր չենք, մայրիկ, մենք մարդիկ ենք։ Լևոն։ Մի քանի վայրկյան էլ եւ ես գիտեք ինչ կլինեմ։ Ես կմեռնեմ։ Ես էլ ինձ ված զգացի։ Նույն հայրն է։ Արտիստի մայրը մեռնելու ախորժակ չունի։ Կարիք չկա հանգստանալու։ Նրա հայրը։ Երաժշտություն, նկարչություն, պոեզիա, ոչինչ չի մոռացված։ Այսինչ եք անում, սենյոր։ Եթե չվերցնես Լևոն, ինձ խիստ վիրավորած կլինես։ Ես դրա մի կարիք չունեմ։ Չէ։ Ես ոհուկ չեմ։ Գնանք։ Ես ավելի սարսափելի եմ։ Ես միջքավոր ու դժբախտ կին եմ։ Ներեցեք ինձ։ Իրոք որ մայրիկը իրեն լավ չի զգում։ Օթեր ինչ թշվառ պայմաններում էին ապրում։ Բնական է այդպիսի պայմաններում ով լիներ, որ դիմանար։ Ինձ թվում է, որ այդ Իսկ ինչով ավարտվեց Լևոնի հոր պատմությունը, սենյորա Ստեֆանիա։ արժանանար։
Հա։ Հայրը։ Բայց տղան լավն է։ Դա ծանր պատմություն է։ Աստված միարասցե, որ որդուն էլ բաժին ընկնի նրա ճակատագիրը։ Դե այդ հույնը քաղաքագլուխ Մարազին չմարսեց իր սիրուհու դավաճանությունը։ Եկեք վերջապես ծանոթանանք։ Ինգա Նիկոլաևնա։ Ինգա Նիկոլաևնա։ Ձեր թատրոնի մեներկչուհի։ Ինգա Նիկոլաևնա, այսօր եք կորել։ Ինչպես տեսնում եք, չեմ կորել։ Պարոն Մարազնի շտապ ձեզ է հարցնում։ Օդեսայի քաղաքագլուխը։ Այո, նա ինքը։ Իսկ մենք արդեն կհանդիպենք թատրոնում, եթե իհարկե դուք դեմ չեք։ Իհարկե դեմ չեմ։ Ախ, Ինգայի, ուրեմն Ստեփանն ու նա։ Այո։ Հանդիպել են թատրոնում պատահած դեպքից հետո հաշտվել են եւ սկսել են հանդիպել ավելի հաճախ։ Ինչը չեմ կարող ասել ձեր Քան կարելի է պատկերացնել։ Հերո գնա տղաս, հերո։ Խավից։ Ցենցացա Սիմեոն։ Այս ինչ արեցի։ Մոտ տարի ասում։ Հասկացար հենց նոր ինչ արեցիր։ Ապուշ։ Արի քեզ ասում եմ։ Դե արի, արի։ Տղաս։ Մոտ տարի։ Հայրիկ, ինչու՞ նա քեզ կպեց։ Դա ընդամենը խաղ էր, Լևոն։ Խաղ։ Այստեղ բոլորը խաղում են։ Սա թատրոն է։ Դու հավատում ես, չէ՞ հայրիկին։ Եվ ահա Դաշան Մարազլին չներեց։ Նման մարդիկ չեն ներում իրենց թշվառ մրցակիցներին։ Հայրիկ։ Սինյորա Ստեփանիա, ես ուզում եմ խոսել Լևոնի հետ։ Ոչ այսօր, բայց ուզում եմ։ Բացի իր տանից, որտեղ կարող եմ նրան գտնել։ Թատրոնն է նրա տունը։ Այնտեղ կարող եք նրան գտնել։ Իմիջայլոց ոչ մի ներկայացում բաց չի թողնում։ Զարմանալի ազնիվ տղա է։ Ազնիվ որպես նորածին եւ զգայուն որպես քնարի լար։ Մի քիչ իմ հանգուցյալ եղբորն է հիշեցնում, բայց իդեպ շատ շնորհալի է։ Իսկական արտիստ։ Կարծում ես։ Իհարկե։ Եթե ուզում եք իմանալ այս քաղաքում այդ տղան է անծանոթ արտիստների համար փառք ստեղծում։ Անծանոթ արտիստների համար փառք։ Ինչպես։ Առաջին ծափով։ Չեմ հասկանում։ Համեցեք առաջիկա ներկայացմանը եւ ամեն ինչ բարձ կդառնա։ Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը։ Հասկացա, Բորելլի, հասկացա։ Դու քո անձնական փորձից ես խոսում։ Կավալարո։ Բորելլի։ Քո փոխարեն ես ինքնասպան կլինեի։ Սինյոր Կավալարո, կարելի է ձեզ մեկ րոպեով։ Իհարկե, Լևոն։ Համառ ես, Լևոն, համառ ես։ Լավ, մի նեղացիր, Լևոն։ Դու իհարկե երեք թատրոնում էիր։ Այո, իհարկե։ Հավանեցիր ինձ։ Չգիտեմ։ Այսինքն։ Դե դուք երեք քիչ շփոթված եք։ Ես ամենևին։ Սխալվում ես։ Ոչ, սենյոր, չեմ սխալվում։ Երբ հանգիստ եք լինում, երբեք չեք շեղվում։ Ազնիվ խոսք։ Ես երեք հասկացա, որ ձեզ բարկացրել են։
Դա քեզ ուղղակի թվացել է, ինձ ոչ ոք չի բարկացրել։ Այդ տեսնում ես Լևոն, դու ինձ չես ճանաչում։ Լավ բարեկամս, լավ հասկացա։ Ճիշտն ասած, երեք միջև ներկայացումը ես մի մեծ վեճ ունեցա ռեժիսորի հետ։ Ոչ, դիրիժորի հետ։ Դու դա որտեղից իմացար։ Օկարլոն երկելիս սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց ձեզ շեղելու համար։ Սինյոր Մարտինին բոլորի հանդեպ անաչառ է, բացի ինքն իրենից։ Ռեժիսորի պատճառով նա ձեզանից վրես չէր առնի։ Նա կինախնդիր է միայն իր անձնական հակառակորդների դեմ։ Ահա տեսնում եք, սինյոր Շիրվանզադե, թե ինչպիսին է մեր արտիստը։ Ցտեսություն։ Շնորհակալ եմ, սինյորինա Լուիզա։ Ինչի համար։ Ամեն ինչ լավ կլինի, Լևոն։ Տանն ես։ Այս ինչպես է, որ տանն ես։ Լավ ես նկարել։ Խոսք չկա։ Եվ հենց դա էլ վատ է, որ այսքան լավ ես նկարել։ Հենց դրանից է վախենում քո մայրը։ Անխիղճ։ Գնա պարկիր։ Ուշ է արդեն, գիշեր է, գնա քնիր։
Մամ, Ինչ։ կերքես այն երգը, որ քնացնելիս երգում էիր ինձ համար։ Մայրս էր երգում, երբ մենք փոքր էինք։ Բարերը չեմ հիշում։ Այդպես էլ հայերեն չսովորեցի։ Մամ, Ինչ։ չկա գիշեր, որ ինչ հաջորդի առավոտը։ Դա միայն քո արվեստում է այդպես տղաս։ Բայց ոչ կյանքում։ Քնիր, քնիր, քնիր։ Փակիր, փակիր։ Շալոմ։ Բարի երեկո, գվերակ Ստեֆանիա։ Բարի երեկո, Ռաիսա։ Հրաշալի տանձեր են, փորձեք։ Երեք սինյոր Կավալարոն է բերել։ Խոսք չկա, կավալյորը։ Բարի երեկո։ Հուսով եմ դեմ չէ ձեր ճաշակին։ Շնորհակալ եմ։ Դեմ։ Ինչպես կարելի է դեմ լինել այդպիսի գեղեցկությանը։ Օ, ստուպենդո։ Ես հիմա։ Համաձայն, ինչպես նաև անհնար է չհանձնվել Սինյորինայի գեղեցկությանը նրա անզուգական հմայքին։ Հիանալի է։ Դուք նորից շողոքորթում եք, սինյոր։ Ես անզուգական չեմ։ Դուք իրոք անզուգական եք։ Օհո, ճիշտ ժամանակին եկավ հարգարժան գրողը։ Գեղեցկության մասին նա կարող է սպաղիչ բան ասել։ Բարև ձեզ։ Այդպես չէ, պահոն։ Ախր արդեն ասվել է այդ մասին սիրելիներս։ Ինչու նոր բաներ հնարել։ Ռուս գրող Դաստայևսկին ասել է։ Այո, ասել է գեղեցիկը կփրկի աշխարհը, եթե միայն աշխարհը կամենա այդ բանը։ Բրավո։ Ինչ լավ ասացիք։ Եթե աշխարհը կամենա։ Օ, շատ մռայլ մարդ եք, բարեկամս։ Ձեր լեռների պես խորհրդավոր եւ մռայլ։ Սինյորն է մռայլ։ Ես այդ չի ասի։ Մեր գրողը պարզապես տեսնում է այն, ինչ մենք չենք տեսնում, կամ չենք ուզում տեսնել։ Կյանքն է երբեմն մռայլ, Կավալարո։ Եկեք ցրենք այս մռայլությունը։ Ես կողմ եմ երկու ձեռքով։ Ես նույնպես։ Ճիշտ էլ անում ես, որ կողմես, եւ ընդհանրապես ավելի լավ է պարես, քան երգես։ Իսկ դու ավելի լավ ես սիրում, բայց անհոգի ձայնդ կտրես չէ լինի։ Per favore, signor, նորից սկսեցիք։ Ինչպես միշտ նա առաջինը սկսեց սինյորա Ստեֆանիա։ Բարի երեկո հարևաններ։ Ես այդպես էլ գիտեի, թե իմանաք ինչ է եղել։ Վանյա, երբ դուք թեկուզ մի աննշան բան եք ասում, ինձ թվում է, թե մի մեծ աղետ է։ Մի երկրաշարժի լուր պետք է հայտնեք։ Այս անգամ ձեզ իրոք ճիշտ է թվում։ Մի վախեցրեք մեզ։ Պատմեք ինչ է պատահել, Վանյա։ Լևոնն ինչպես միշտ չկար։ Տիկին Ալմաստը հիստերիայի մեջ ինձ ուղարկեց փնտրելու եւ որտեղ գտա։ Թատրոնում, էլ որտեղ։ Ոչ, թանկագին նորյորդ։ Թատրոնի բակում։ Պատկերացնում եք, ինչ որ երգչուհու պատվին ցույց էր կազմակերպում։ Ահագին մարդ էր հավաքվել, խելագար տեսարաներ։ Տիկին Ալմաստին չասացի, որ իմանա կգժվի։ Հղյան, հատկապես Ռեուհին, իր որդու նկատմամբ այլ քրիստոնյա կնոջ չափ նյութապաշտ չէ։ Հղյան գիտի իր որդուն ինչպես հաղստ է հաղի, եթե իր որդու մեջ տեսնում է երաժշտական կամ երգելու ձիղք, հենց այդ ձիղքն է շահագործում է։
Նա չի ստիպում իր որդուն արհեստավոր կամ վաճառական դառնա գրողը տանի։ Լևոնը արտիստ է։ Նա վաճառական չի դառնա։ Կդառնա, սիրելիս, կդառնա։ Եվ ընդհանրապես այս կյանքում ամեն ինչ վաճառվում է եւ գնվում։ Իսկ որտեղ է այդ փողոցը։ Ինչու։ Ուզում եք գնալ այնտեղ։ Այո, Վանյա, ուզում եմ։ Կուղեկցես։ Այո, խնդրեմ, համեցեք։ Ես էլ եմ գալիս։ Լուիզա, Իսկ ինչ կա որ։ Ես մենակ չեմ։ Այդպես չէ, սինյոր Շիրվանզադե։ Եթե օրիորդը կամենում է։ Օրիորդը կամենում է։ Գնացինք։ Համեցեք։ Մենք էլ գնանք։ Արագացրեք։ Իհարկե։ Անհոգ եղեք, ես նրան կուղեկցեմ։ Այստեղ Այո, Լևոն, իսկ ինչ է, չի կարելի։ Կարդացել ես։ Քո ծափարությունները իրենց արդյունքին հասան։ Այն երկչուհուն, ինչպես էր անունը, Սինյորա Կալաֆատի, քեզ պետք է երախտապարտ լինի։ Ոչ, պարոն, նա պետք է երախտապարտ լինի իր հրաշալի սոպրանոյին, նրա ձայնը սրտից է գալիս։ Ինչն է մարդուն երջանկություն բերում։ Դե դա այնքան պարզ է։ Պարզ։ Եվ ինչն է այդ պարզ բանը։ Սերը։ Ահա թե ինչ։ Եվ դեռ ինձ ասում ես ոչինչ չգիտես։ Թույլ տուր ենթադրել, որ սերը միայն վերացական հեռուներից չէ, որ գիտես։ Կամքը քոնն է։ Կարող ես չասել, թե ով է տիրացել քո սրտին։ Ի վերջո, ինչպես հներից մեկն է ասել, իր սերը կարող է բացատրել միայն այն մարդը, ով քիչ է սիրում։ Լևոն, դու երգում ես կարծեմ։ Երգելու համար ձայն չունեմ։ Բայց դու տանը երաժշտական գործիքներ ունես։ Այո, նվագում եմ մանդոլինա եւ գիտար։ Նոտաներ գիտես։ Սինյորինա Լուիզան է սովորեցրել։ Դուք լսել եք նրա երգեցողությունը։ Հրաշալի ձայն ունի։ Լսել եք, հավանել եք։ Գիտեք, սինյոր, Լուիզային մեծ ապագա է սպասվում։ Այո, ինձ էլ է այդպես թվում։ Ես ուշացա, ժամը քանիսն է։ 11-ը։ Թատրոնը լիքն է լինելու։ Գնամ նաև պոչ բռնեմ։ Այդքանը մեկ շաբաթից կարող եմ տալ, բայց կարող եմ պրոգրամներն ու աֆիշները տալ։ Պրոգրամները փոր չեն կշտացնում, տղա։ Արար, ավելի լավ է ձրի տամ, քան ամբողջ կյանքս քո փողին սպասեմ։ Պետք չէ։ Մնաք բարով։ Օ, խնդրեմ, շնորհակալ եմ։ Ար, հետո փողը կտաս, երբ կկարողանաս։ Հո ես էլ ընկերդ եմ, վերցրու։ Հա։ Ար ասում։ Միայն թե երբ ես մեզ ծանոթացնելու այդ դիցուհուդ հետ, հը։ Լավ ով է տեսել, որ մարդ երաժշտության դասի ծաղիկներով գնա։ Նա հրեշտակ է։ Ես նրան պարզապես։ Հը, լեզուդ կուլ տվեցիր, դե ասա, որ սիրում ես։ Դու իսկական ընկեր ես։ Իսկ դու իսկական արտիստ ես, ոտքից գլուխ արտիստ ես։ Իսկ հիմա արտիստը կնվագի Մադրիդի շրջմոլիկը։
Իսկ ինչու ինձ դա։ Ես որքան գիտեմ, այդ Մադրիդի շրջմոլիկը դժբախտ պատանի է եղել։ Նա ցուրտ գիշերներին երգել է, Ղանդի աղջկա լուսամուտի տակ ու լաց է եղել։ Եթե չեմ սխալվում, նրա հայրը աղքատությունից մի օր կախվել է, այդպես չէ։ Ինգա Նիկոլաևնա։ Չեք սխալվում։ Ռայսան խելացի կին էր, ինչպես բոլոր հրեականայք, խելացի եւ դաժան։ Նա ի տարբերություն մյուսների բարձրաձայն ակնարկեց այն, ինչ բոլորը գիտեին։ Ներեցեք ինձ։ Եթե թույլ կտաք հաջորդ անգամ։ Լևոնի զգացմունքին Լուիզան չէր կարող արձագանքել։ Լևոնն այս աշխարհից չէր։ Նրա սերն այնքան մեծ էր, որքան նա ինքը, իսկ Լուիզան, որքան էլ քնքույշ լիներ, միևնույն է, նա այս աշխարհից էր, որտեղ մարդն ի վերջո անում է ոչ թե այն, ինչ ուզում է, այլ այն, ինչ պետք է։ Նայիր, արտիստը չէ։ Ինչ։ Որտեղ։ Այնտեղ տեսնում ես։ Գնանք Լուկրեցիա, սիրելիս, գնանք։ Բայց ինչու գնանք, ախր մեր արտիստն է։ Այդպես է պետք։ Գնանք, պետք չէ որ նա մեզ այստեղ տեսնի։ Բայց ես քեզ չեմ հասկանում, Լուիզա։ Ինչու ենք փախչում։ Արի կասեմ։ Բայց անհարմար է, նա մեզ արդեն նկատեց։ Ինչ ենք ասելու։ Նկատեց։ Դա վատ է։ Բարև ձեզ, օրիորդներ։ Ահ, Լևոն, սկզբում մենք ձեզ նույնիսկ չնկատեցինք։ Հա, իսկապես։ Ինչպես ես, Լևոն։ Երբ ես գալու պարապենք։ Սինյորինա Լուիզա։ Գուցե ես ես չխանգարեմ։ Լևոն, կարող եմ ձեզ խնդրել ինձ տուն ուղեկցել։ Այո, իհարկե, հենց հիմա։ Ինչպես եմ մոռացել, մորաքրոջս պետք է այցելեմ, նա մի քիչ տկար է։ Դե լավ, հաջողություն սիրելիներս։ Դու ինչ-որ բան էիր ուզում ինձ ասել։ Ոչ։ Ոչ։ Այն ինչ ուզում էի ասել, երբեք չեմ ասի։ Ինչու։ Որովհետև դուք հիասքանչ եք, իսկ ես սովորական մահկանոցու։ Հանելուկներ են հայտնվել մեր հարաբերություններում։ Անկեղծ ասեմ, վախեցնում է։ Ես չեմ ուզում այդպես։ Խոստանում եմ այլևս ձեր աչքին չերևալ, եթե իմ ներկայությունը վախեցնում է։ Երեխա ես, իսկական երեխա։ Սինյորինա, ես երեխա չեմ։ Դե հա, մեծ ես։ Լավ, մեծ ես։ Ես ձեր ներկա եւ ապագա երկրպագուն եմ։ Ձեր ձայնի, ձեր տաղանդի ուղեկիցն ընդամենը։ Մնացածը ոչինչ է։ Այս փողոցը, այս մարդիկ, այդ դուք եք այդպես անում, որ արևն ամեն արշալույսին բարձրանում է եւ ամեն իր ինքնամուտին մայր է մտնում։ Առանց ձեզ բնությունը կորցնում է իր ինքնությունը, իր գեղեցկությունը։ Հավատացեք, դա այդպես է։ Պետք չէ, Լևոն։ Իդեպ, սինյոր Կավալարոն մեկնում է։ Այո։ Ընդմիշտ։ Չգիտեմ։ Կգաս ճանապարհելու, նա քեզ շատ է հարգում։ Եթե ասում եք, ուրեմն կգամ։ Եվ ես էլ եմ մեկնելու։ Լևոն, լսում ես։ Լևոն, լսում ես։ Ճիշտ եք անում, որ մեկնում եք։ Ձեր ձայնը պետք է մշակեք։ Սինյոր Կավալարոն բարի մարդ է։ Նա ձեզ կօգնի։ Ձեզ մեծ ապագա է սպասվում։ Պահպանիր քեզ։ Խնդրում եմ։ Ես վաղը անպայման կգամ, սինյորինա Լուիզա։
Գիտեմ, Լևոնին եք սպասում։ Անկեղծ ասած այո։ Ախր նա ասած անպայման կգամ։ Իսպանական գրանդ է։ Եթե ասած, ուրեմն հաստատ կգա։ Իդեպ, իր տարիքով նա կարող էր իմ որդի լինել։ Զուրտեղը մի մեծացրեք ձեզ։ Շատ երիտասարդներից ավելի առույգ եք։ Եթե ձեզ համար, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Դուք անխիղճ եք, սենյոր Կավալարո։ Մեկնում եք, որ ձեզ շատ կարոտենք։ Դե այդ դեպքում ես կարող եմ վերադառնալ եւ ամեն օր ինչ-որ միտեղ Չէի կարող հրաժեշտի խոսք չասել իմ բարեկամին։ Արտիստ։ Իսկ Լուիզան արդեն անհանգստանում էր։ Լուկրեցիա։ Բայց ինչ ասացի ոչ։ Թե երբևիցե հեռանաս, այլևս չվերադառնաս։ Ներեցեք, սենյոր Կավալարո։ Ձեզ շատ հարգում եմ, բայց ամեն ոք ինքը պետք է ընտրի իր հեռանալն ու վերադառնալը։ Գուցե։ Դե ինչ, սենյորա, հուսով եմ, որ շատ չեմ հասցնի ձեզ կարոտել, հատկապես ձեր չքնաղ դստերը։ Այո, Լուիզան մեկ ամսից կգա։ Ես այնպես ուրախ եմ, որ դուք կաք։ Աստված ձեզ պահապան։ Լուիզա։ Այո, մամ։ Ես ամեն ինչ հասկացա։ Եվ այդ ինչ հասկացար, մայրիկ։ Նա քեզ սիրում է, աղջիկս։ Դու ես ինձ սիրում, եւ այդքան ինձ բավական է։ Ոչ, դու ոչինչ չես հասկանում։ Կարդա։ Ես կարդալ չգիտեմ, մամ։ Դու միայն մորդ սպանել գիտես։ Տես ինչ ջերմ բառեր են։ Մարդը սովորական հեռագիր է տվել, բայց ինչպիսի էլեգանտություն, ինչպիսի ջերմություն։ Կարդա, խնդրում եմ։ Մամ, ես սենյոր Կավալարոյին իրոք շատ եմ հարգում։ Այո։ Նույնիսկ շատ եմ սիրում, բայց որպես փայլուն բարիտոնի։ Ինչպես ասեմ, որպես ավակ եղբոր, որպես ընկերոջ։ Հրաշալի է։ Եվ այդ ամենը միասին կոչվում է համակրանք, որն էլ վերածվում է սիրո։ Աննկատ, ընթացքում։ Նա է քո ապագան, Լուիզա, նա է։ Մամ, ես գիտեմ, որ մեկ ամիս անց նա է լինելու իմ ապագան։ Ամեն ինչ լավ կլինի։ Քեզ համար, Կավալարոյի համար։ Լուիզա, լսիր ինձ։ Գիտեմ։ Ջահել երգչուհին Իտալիայի ամենահզոր եւ ամենադրական իմպրեսարիոյի կողքին։ Ամեն ինչ հրաշալի կլինի։ Բարի գիշեր։ Ամեն ինչ առաջվա նման է, Ստեփան։ Առաջվա նման ամեն ինչ նույնն է։ Լևոնդ մեծացել է։ Տղամարդ է դարձել տղադ։ Քեզ շատ է նման։ Քեզպես երազող, քեզպես անհամբեր, շատ է նման։ Նվագում է։ Երաժշտություն, թատրոն, ծափահարություններ։ Ես էլ երևի նույնն եմ։ Չգիտեմ էլ, գեղեցիկ եմ հիմա, թե չէ։ Դու չկաս, որտեղից իմանա։ Գիտես, դեմքս թոռոմել եմ, թոշնել։
Բայց մարմինս մաքուր է, ինչպես թողել ես։ Լավ սիրելիս, ես գնամ։ Ես պիտի շարունակեմ ապրել միայն տղայիդ համար, միայն տղայիդ։ Բարև ձեզ, պարոն Շիրվանզադե։ Ընկերներս են, ծանոթացեք, բանաստեղծ Չաուշենկո։ Մեծ պատիվ է, պարոն։ Ես այս բանաստեղծությունները գրել եմ հրաշալի երգչուհի Կալաֆատիի պատվին, որ նրան նվիրեմ։ Միայն թե պետք է թարգմանել տամ ռուսերենից իտալերենի։ Չէիք կամենա արդյոք մի օրինակ վերցնել։ Հաճույքով, այսպես ցավի և տառապանքի ժամեր։ Նիկոլայ Լեոնիդովիչ Չաուշենկոյի բանաստեղծությունները։ Այդպես, այդքան երիտասարդ և այդքան ցավ ու տառապանք։ Խնդրեմ։ Ահա միշտ այսպես է բանաստեղծ Չաուշենկոն ծանոթանում իր տառապանքը վաճառելով։ Ոչ, Չաուշենկոն ընդամենը իր երկերն է ծախում, իսկ մարդիկ իրենց խիղճը։ Ինքս գրում եմ, ինքս շարում, ինքս տպում, ինքս էլ վաճառում, ինքս էլ ուտում իմ սրտի արյան վաստակը։ Իսկ ես նախքին եւ ներկա ջհուդիկ եմ։ Երբեմն լրագրեր եմ վաճառում, երբեմն թատրոններում եմ ծառայում, նեղն ընկած ժամանակ էլ փողոցում կոշիկ եմ սրվում։ Բայց չի մոռանում իրեն մեծ դաշնակահար երևակայել։ Պարոն, մի լսեք նրան։ Նա չի հասկանում, որ արվեստի քրմուհիները ծափեր են ուզում այդ պահին։ Հենց այդ պահին, ոչ թե դրանից 100 տարի հետո թեկուզ բանաստեղծությունների տեսքով։ Դուք պատահաբար երաժշտության ուսուցիչ չեք, չէ՞։ Ափսոս, ես կցանկանայի ձեզանից դաշնամուրի դասեր վերցնել։ Ծիծաղիր, Չաուշենկո, ծիծաղիր։ Բայց ես պիտի քո այդ ցավի ու տառապանքի ժամերը երաժշտության վերածեմ։ Դե, գավազանը թափ չտաս։ Ես երկչոտ ջհուդիկ չեմ, այլ հրեա։ Arrivederci, signor։ Չիմբա, չիմբա, չիմլալա։ Դեպոետ գնացինք։ Դու անհույս սիրահար չես, դու աննամուս սիրահար ես։ Բարև ձեզ, տիկին Ալմաստ։ Բարև ձեզ։ Թույլ տվեք օգնեմ։ Մամ։ Ինչ։ Մամ, նրանք ընկերներս են։ Դու վաղվանից աշխատելու ես։ Նավաշինարանում։ Բարձր օրավարձով։ Բայց ես աշխատում եմ։ Դու գիտես, որ սա մեր վերջին փողն է։ Իսկ կնոջի հիշում ես, որ կարի պատվեր էր բերում։ Մահացավ։ Խելացի կին է։ Երանի նրան։ Հերիք եղավ։ Դու գիտես, որ ես ֆոնտանկայից ես բոլորը քաշտալով եմ բերել։ Ոտքով, մենակ։ Հա? Որ դու Ստեֆանիայի աղջկա նկարը գրկես գիշերները ու միամիտ տղայի նման լաց լինես, հա? Հայ շրջմոլիկների հետ թափառես ծովափերին, հա? Որ պարապ բաներ նվագես քո հետ գրողի տարած մանդոլինայի ու կիթառի վրա, հա? Լևոն, ինչ եղավ։ Լևոն, ինչ եղավ, Լևոն։ Հիմա, արի։ Ահա, նստիր։ Լավ ես։ Ձայն արիր, Լևոն։ Թեյ, ես հիմա քեզ թեյ կտամ։ Հենց նոր լցրեցի։ Խմիր, նոր եմ լցրել։ Քաղցր։ Վերցրու, քեզ քաղցր է պետք։ Ահա։
Լավ է, չէ՞։ Չէ, պարոն, անցավ։ Սա ուղղակի անքնությունից է։ Ներող եղեք ինձ։ Չէ, չես հասկանում, քաղցր քեզ պետք է։ Եթե կամենում ես, պարկիր հանգստացիր։ Շնորհակալ եմ, պարոն։ Թույլ տվեք միայն գիտարս թողնեմ այստեղ։ Մայրս կարող է վառարանը գցել։ Լևոն, մայրդ չար կին է։ Ոչ, պարոն, ընդհակառակը շատ բարի է։ Նա սիրում է ինձ։ Տար այդ տխմարությունները էստեղից ու հեռու գնա աչքիցս։ Ես չէի ուզում։ Ասացի տար խոհանոց, ապուշ, տար աղբար կղկծի։ Երբեմն քնած ժամանակ զգում եմ, որ համբուրում է ինձ։ Նա սիրում է ինձ, բայց սերը ցույց չի տալիս, որ ես երես չառնեմ։ Ավելի վատը չդառնամ։ Ավելի վատը դառնաս։ Բայց միթե դու վատն ես։ Ինչ իմանամ, պարոն։ Մայրս ասում է, ով իր ծնողի կամքը չի կատարում, փուչ որդի է։ Այդ դեպքում ինչու չես կատարում մորդ կամքը։ Դե ինչ, Լևոն, ոչ ոք չի վառի քո գիտարը։ Շնորհակալ եմ, պարոն։ 10, 20, 25 Մնաց մի քանի օր, մամ։ Սպասիր, հաշիվս կորցրեցի։ Սա չելինին։ Իսկ սա ով էր։ Ինչու Լևոն ինչ ասեցիր, որ այդ փողը պետք չէ։ Աղջիկս, ինձ բարության դասեր չտաս։ Դու ինքդ էլ հիանալի գիտես, ինչպես ասում է սինյոր Կավալարոն, նա հպարտ է ինչպես իսպանական գրանդ։ Ախ, արդեն մեջբերումներ ես անում Կավալարոից։ Լուիզա, չափդ մի անցիր։ Մամ, միայն անկեղծ ասա, դու հայրիկին սիրել ես։ Այդ ինչ հարց էր։ Հայրդ ինձ էր սիրում, խելագարության չափ, եւ այդ տարերքի մեջ չէր թողնում շունչ քաշեմ, հասկանամ իմ զգացածը։ Չես սիրել մայրիկս, չես սիրել։ Այդ դաժանությունը որտեղից բուսեց քո մեջ։ Ինչ որ չեմ ճանաչում քեզ։ Իսկ քո այդ արտիստը։ Ինչ արտիստը։ Ասա։ Գիտես, աղջիկս, երևակայությունն ու ապագան տարբեր բաներ են։ Ախ, աղջիկս, որքան տարբեր։ Եվ ես ուզում եմ, որ դու ապագատ ընտրես, ոչ ֆանտազիաներդ։ Դու ինձ կհասկանաս երբևիցե։ Երջանիկ լինելն է կարևոր, թե այս աշխարհի տխմար օրենքները հասկանալը, մամ։ Աղջիկս, մենք երջանիկ կամ դժբախտ ենք այս աշխարհում։ Դա է ճշմարտությունը։ Ինչ որ վատ բան եմ կանխազգում, մամ, շատ ահավոր մի բան։ Լևոնը տղամարդ է, աղջիկս, մի մտահոգվիր։ Տղամարդիկ տարապում են, մինչև մի նոր, ավելի հետաքրքիր տառապան գտնեն։ Նա այս աշխարհից չի։ Նման մարդը մի տառապանք է ունենում, մինչև իր օրերի վերջը։
Խմի, ամեն ինչ սուտ է։ Կյանքում արաղն է մնում։ Կյանքից հետո դա գաղը։ Այ հիմա հորը տողորմի, ես սուրպ կենացը պիտի խմես։ Բարի օր, պարոն, ես ձեզ էի փնտրում։ Ինչ-որ բան է պատահել, տիկին։ Նախ սա, հոգաչափ շնորհակալ եմ, դուք մեզ փրկեցիք, խնդրեմ, շատ շնորհակալ եմ։ Շտապելու հարկ չկար։ Գիշերը 3-ին է եկել և առավոտյան շուտ դուրս է եկել տնից։ Ես դրան սովոր եմ, դա դեռ ոչինչ, բայց 3 առաջին անգամ ես նրա բերանից օղուհոտ առա։ Պարոն, օղուհոտ։ Ինչ։ Այո, օղուհոտ։ Լևոնը, օղուհոտ։ Հա, օղու։ Սինյորա Ստեֆանիայի պարտքն է վերադարձրել։ 8 ռուբլի, պարոն, 8 ռուբլի, պատկերացնում եք։ Ես նրա համար նավաշինարանում գործ էի գտել, որ աշխատի, բայց նա հրաժարվեց։ Իսկ հետո պարզվում է, որ առանց ինձ իմացանելու ինքնակամ գնացել է և բեռնակրություն է արել։ Հետո չգիտեմ, չեմ հասկանում, նրա ձեռքը փող է ընկել, սինյոր։ Շատ փող, շատ, որտեղից։ Լավ, տիկին, որտեղ է նա հիմա։ Գաղափար չունեմ։ Մի բան հաստատ գիտեմ, նա այլևս նավաշինարանում չի աշխատում։ Այո, դա հաստատ է։ Խոսեք նրա հետ, խնդրում եմ, խոսեք նրա հետ։ Ես կխոսեմ նրա հետ։ Իսկ այն օրն էլ Զալատայի յախտայում է նվագել, չէ՞։ Այդպես, այստեղ է։ Հեն պարոն, տատամբում եք, չեք ուզում ներս մտնել։ Քաջ եղեք, ձեզ չեն ուտի, մեզ նման մարդիկ են։ Խմենք ձեր գեղեցկության կենաց։ Թրջուն, որտեղ է քո փետուրը։ Քերի Սիդորի կատուն է բմբլել։ Քերի Սիդորը Կարելևսկայի յախտայի տերն է, իսկ կատուն օղին։ Պանդոկը լի էր հաճախորդներով։ Դժվար էր ընդհանուր աղմուկի մեջ մի բան հասկանալ։ Վասյո, դաշերից չդնես, քանի լակում ես, ուրեմն մարդ ես։ Եվ ահա, արտիստը, ես նրան այդպես վհատված ու անզոր երբեք չէի տեսել։ Չէի ուզում հավատալ, որ առանց որևէ ստիպողական պատճառի նա կարող է թատրոնից հեռու ապրել։ Պանդոկի մթնոլորտն արդեն դրել էր իր դրոշն նրա վրա։ Նա նվագում էր, երգում, բայց ես գիտեի, որ լալիս է։
Գալիս է բոլորից ծածուկ։ Քեզ ինչ եղավ, Լյովա։ Իր մենության ցավը Լովա, հոգում շարունակի, շարունակի։ Լալիս է Լուիզայի կերպարանքը Խմելու բան ստում բերեք։ պահած, որովհետև նրա շքեղ բնությունը բեր է Շարունակիր, Լովա։ այս աշխարհի համար։ Շարունակիր։ Բեր բաժակը։ Օգորը մայոն նվագի, մի քիչ լաց լինեմ։ Դու լավ ես լացացնում։ Երկի, մի քիչ լաց լինեմ։ Հեյ, Սիբիրիռեխ։ Ինչ է, չլսեցի Լյովան հենց նոր նվագեց Օգորյե մայոն։ Ճիշտ է ասում։ Գրողը տանի։ Որ այդպես է։ Դու նայսկայ կրասավիցան նվագի։ Դե արքես դունայսկայ կրասավիցա։ Լսիր, կալուգայար։ Հետ ոնց համարձակվեցի։ Ձերձերը։ Ասում եք նվագեմ։ Ինչպես նվագեմ, որ չեք լսում։ Կռվում եք բոսյակների պես։ Ինչ։ Թող ուզում ես ճպուրը։ Երևի, դու։ Հա։ Սպասի։ Լողացրու նրան այդ փողերով։ Հիմա խեղտ է։ Հա։ Օհո։ Լևոնը հարստանալու է։ Դեռ պարզ չէ։ Դու արտիստին լավ չես ճանաչում։ Բարև ձեզ։ Բարև Լևոն։ Ես իմ գնից ավել չեմ վերցնի։ Համարը 10 կոպեկ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Բրավո։ Բրավո արտիստ։ Բրավո։ Հետ ինչ կատումը լավեց։ Տիրացու։ Չէ։ Աբեղա։ Ուխտավար։ Երևի փող է հավաքում տաճարի կառուցման համար։ Պարոններ, ես ոչ տիրացու եմ, ոչ էլ տաճարի համար գրոշ հավաքող։ Ես երգիչ եմ։ Օգորե մայոն գատու։ Օգորե մայոն երգի։ Ոխավար։ Վիշտս երգի։ Ահա իմ վիշտը։ Պարոններ, ես ձայնով չեմ երգում, այլ գրչով։ Գնացեք մեկ-մեկ օրինակ իմ գրքույկներից։ Պարոններ, ինչպես տեսնում եմ, դուք երաժշտություն սիրում եք։ Մի մոռացեք, որ պոեզիան նրա քույրն է։ Հապա։ Տվեք ինձ այդ գեղեցկուհուն։ Հեյ, Սիբիրիռեխ։ Ինչ է ուզում ես մեզ խայտարակ անել, հա? Իրքը սուրբ բան է։ Հանցանք է պատրելը։ Մի քիչ էր։ Կոնցիր։ Ռեխիցդ երևում է, որ շատ ես սիրում։ Հրու ինձնից, ռուսի գերեզման։ Դու խմի։ Թե քրիստոնյա ես։ Պիտի խմես։ Ես քրիստոնյա եմ, բայց չեմ խմում։ Լյովա, մի բաժակներ խաթրու։ Խմելուց հետո չեմ կարող նվագել։ Հեյ, հանգիստ թող այդ տղայի։ Ախ, ինչ ուրախ եմ այստեղ գալուս համար։ Ամեն օր պիտի գամ։ Որքան նյութ գրողի համար։ Այսօր ինձ համար շոկոլադ ես առնելու, թե ծխախոտ, հարուստ հայ։ Ֆիամ։ Ուրեմն այսօր 2 ռուբլուց ավել ես առել։ Կեցցե մեր տրիո։ Իսկ ես այսօր ոչ մի քոր կոպեկ չեմ առել։ Լսիր բանաստեղծ, ինձ մի սրինգ առ։ Ես ուզում եմ սրինգ նվագել։ Չաո։ Ինչու ես փոխել զբաղմունքդ։ Կարիքն է ստիպում, պարոն։ Բայց չէ որ առաջ էլ կարիքի մեջ էիր։ Մորս կամքը պետք է կատարեմ։ Գոհելի է, որ ուզում ես մորդ ապահովել։ Բայց ներիր Լևոն, այս անգամ շատ էլ չեմ հավատում քեզ։
Կարծեմ ուրիշ նպատակ ունես։ Ուր ես գնում։ Պետք է գնամ, պարոն։ Խանութ։ Գրչակոթ եմ առնելու։ Երևի զարմանում եք Լևոնը ինչու չկա։ Հուշակեցիք, սինյորինա։ Կարծում էիք, որ նա առաջինը կգա։ Երբ քիչ առաջ կարգով անցնում էին Գրիշելեի փողոցով, տեսա նրան ծաղկավաճառների մոտ։ Հավանաբար իր ուզած փունջն էր փնտրում։ Այնպես որ նա կգա։ Նա կգա։ Կգա, չէ՞։ Այո, գնացի։ Ներեցեք։ Գուցե ինքը չէր։ Գուցե մեզ թվաց, հա։ Լուկրեցիա, ինչքան եմ քեզ սիրում։ Կգրես, չէ՞։ Զարմանալի է։ Ինչու չկա Լևոնը։ Զարմանալու ոչ մի բան չկա։ Նա անպայման կգա։ Մի սիրալիր նամակ ստացանք երեք սինյոր Կավալարոից։ Նա ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին և ղեկավարել նրա առաջին քայլերը։ Եվ աստիճանաբար նաև բոլոր քայլերը։ Իդեպ շատ լավ ասացիք։ Այո, իսկ ինչու ոչ։ Նա ազնիվ մարդ է և հարազատի պես կնային Լուիզային։ Գիտեք, ես աղջկաս բաց չէի թողնի, եթե չլիներ սինյոր Կավալարոն։ Լևոն, քեզ նամակներ կգրեմ։ Իսկ դու խոստանում ես, չէ՞, որ կպահպանես քեզ և չես մոռանա մեր դասերը։ Իսկ սինյոր Կավալարոն ձեզ կդիմավորի Միլանում։ Այո, իհարկե։ Ես ուրախ եմ ձեզ համար, սինյորինա Լուիզա։ Ինչ հարց է։ Ներիր ինձ։ Ներիր, եթե կարող ես։ Բարի ճանապարհ։ Աղջիկս։ Բարի ճանապարհ։ Ցտեսություն։
Ժամը քանիսն է։ Ես Կարոլևսկայի ախտայում եմ, մամ։ Բա ոնց։ Քեզ նման արքայազները էլ որտեղ պիտի կոնցերտներ տան, եթե ոչ թակավորական տեղերում։ Ես կոնցերտ չեմ տալիս, մամ։ Ես փող եմ վաստակում։ Մոտարի։ Ինչ։ Ուր գամ։ Մոտարի ասում եմ։ Մամ, ես խմած չեմ։ Խմած չես, հա։ Խմած չես, հա։ Կողնի։ Խմած չես, հա։ Խմած չես, հա։ Խմած չես, հա։ Անամոթ օպիկար։ Ալմաստ, սպասիր սիրելիս։ Ալմաստ։ Հայրիկ։ Սա է մեղավոր, սա է մեղավոր։ Չէ, չանես, այդ մի բանը չանես։ Սպանիր ինձ, բայց չանես։ Չանեմ։ Չանես։ Ինչու չանեմ։ Կարող ես ինձ ասել ինչու չանեմ, հա։ Ինչն է փոխվելու մեր այս անիծյալ կյանքում, ինչը։ Փող է վաստակում։ Փող է վաստակում տղաս։ Բրավո։ Արտիստ է։ Հա։ Հորդ ես նման։ Հորդ։ Հանիր ես ծաղրացուի մազերը։ Հորդ ես նման։ Հորդ ես նման։ Աստված իմ, դե Աստված։ Ինձ քո փողը պետք չի հիմար։ Ինձ դու ես պետք։ Ողջ ու առողջ, առանց օղու հոտի, առանց ֆանտազիաների, բոլոր սովորական կարգին մարդկանց նման։ Այ սա մեր ընտանիքի թշնամին է։ Սա է խորտակել հորդ։ Հիմա էլ դու։ Չէ, ես չեմ թողնի։ Ես դա չեմ թողնի։ Լսում ես։ Ողջույն նավապետին։ Ես նավապետը չեմ, ես բոցմանն եմ, բայց բարև։ Սենյոր Բոցման, Լևոնին կարող եք տեսնել։ Օլյա, սինյորինա Լուկրեցիա։ Սենյոր Լևոն, կարող ենք առանձին խոսել։ Սինյորինա Լուիզային ինչ որ բան է պատահել։ Պատահել։ Ինչ պիտի պատահեր։ Չէ, ամեն ինչ լավ է։ Լսում եմ ձեզ, սինյորինա։ Առանձին խոսենք։ Ահա, Դա ինչ է։ նամակ Լուիզայից։ Դա ճիշտ է։ Ինչպես այն, որ մենք հիմա Խերսոն նավի վրա ենք։ Խենթուկ։ Բարև, սիրելի Լևոն։ Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես պետք է ընթանար։ Ձայնս հավանեցին։ Ասում են մեծ ապագա է ինձ սպասվում։
Չեմ հավատում, որ այդքան շուտ կհավաքես։ Հիցկոյի եղբայրս, երդվում եմ։ Գիշերները չեմ քնի ու երկելով կհավաքեմ։ Լեովա, մի բան հարցնեմ, բայց խոստացիր, որ չես նեղանա։ Դու համոզված ես, որ այդ աղջիկը քեզ սիրում է։ Գնամ։ Ես պետք է հենց այսօր նվագեմ։ Այստեղ ուղիղ 300 է, ինչպես որ խոստացել էի։ Մնում է միայն։ Գիտեմ, սիրելի բոցման։ 2 ամիս եւ ես իմ ողջ վաստակածը ձեզ կտանք։ Փակեմ այս փողը։ Ճիշտ է, ապրես։ Հիմա արդեն լրացավ այդ քո 500-ը։ Այո, այո։ Կամաց խելար արտիստ, ճայրին կվախեցնես։ Նավապետին համոզեցի։ Քեզ դրի տեղ կհասցնենք։ Դու ինձ այդպես էլ չասեցիր արտիստ։ Ինչի համար ես դու այդպես ստենդով վազում քո այդ գրողի տարած Միլանը։ Օ ոչ, այդպես մի ասեք։ Միլանն ինձ համար ամենաչքնաղ վայրն է։ Երաժշտության պես չքնաղ։ Թաքցնում ես մի բան արտիստ։ Մարդիկ այդպես կատաղի տենչում են կամ գանձուփող, կամ սիրած կին։ Գուշակեցի։ Գուշակեցիք։ Պարզ է, գեղեցկուհի է։ Իսկ նա սպասում է քեզ։ Նա ինձ նամակ է գրել։ Նա ուզում է գնաս մոտը։ Նա հրեշտակ է։ Բոցման, ես պետք է գնամ Միլան։ Այդպես էլ չպատասխանեցիր արտիստ։ Քո նվագների պես խենթ ես տղա։ Խենթ եմ, խելառ եմ, թող այդպես լինի։ Իսկ հիմա թույլ տվեք գնամ ճանապարհի պատրաստությունները տեսնեմ։ Գնա արտիստ, գնա։ Շնորհակալ եմ։ Գնա։ Լևոն, իսկ ես քեզ մոտ էի գալիս։ Ինչ լավ է, որ եկաք։ Գնանք, պարոն։ Ոչ։ Սպասեք, գիտարս վերցնեմ ու գնանք։ Գնացինք։ Տեսնում եք ինչպես են նորոգել։ Առաջվանից ավելի լավ է հնչում։ Լևոն։ Այո։ Ինչու է սիրտդ բոլորի առաջ բացում։ Մարդիկ իրենց զգացմունքները թաքցնում են ուրիշներից։ Ինչից վախենամ։ Ինչու վախենամ։ Որ չծաղրեն, չշահագործեն այդ զգացմունքը։ Մարդիկ չեն սիրում ուրիշներին կարեկցել։ Ավելի շատ սիրում են ցավեցնել, խոցել։ Ես չեմ ուզում քողարկվեմ ու թաքնվեմ։ Ես ազատ եմ։ Ես սիրում եմ։ Բայց չէ որ որքան մեծ է մեր հոգու վերելքը, այնքան ցավագին է անկումը։ Անկումն ինչ է։ Ես դրա մասին չեմ մտածում։ Դա ունայնություն է։ Իսկ եթե քո սիրո առարկան քեզանից երես տեկի, գնա ուրիշի մոտ։ Ով։ Լուիսան։ Այդպես չի կարող լինել։ Ես շուտով տեսնելու եմ նրան։ Ես այնտեղ վիոլոնչել եմ սովորելու։ Դեռ ինչեր եմ նրա համար նվագելու։ Մորս էլ լավ կպահեմ, սինյոր։ Նա գոհ կլինի ու էլ չի հիվանդանա։ Տա Աստված։ Լավ, ես պետք է գեղանկարիչ ընկերոջս մոտ գնամ։ Արդեն ուշ է։ Լավ, տուն գնա։ Դուրս չեկար, ջահել։ Ինչ եք անում շներ։ Երկու շիշ օղուկը հերիքի։ Գնացինք։
կոշիկներս։ Ինչ կոշիկներ տղաս, էս է, Բա էս մարդիկ է որ կոշիկի համար այդպես սուպ կանի։ Խնդրում եմ, մեզ մի րոպե մենակ թողեք։ Խոսեք հետը, խնդրում եմ, պարոն, խոսեք հետը, աստված իմ այսինչ պատիժ։ Լևոն, չարժի դրա համար քեզ այդպես սպանես։ Դուք չգիտեք ես ինչ եմ կործրել։ Ձախ կոշիկս, հենց ձախը։ Լուիզան, վիոլոնչելը, ամեն ինչ կորած է ամեն ինչ։ Պիջակս հանեցին։ Թող շապիկս էլ հանեին, միսս էլ կերտեին։ Բայց ոչ կոշիկս, ձախ կոշիկս։ Տարան անաստվածները։ Տունը վախենում էի պահել։ Մայրս կգտներ ինչ պիտի ասեի։ Գիշեր ցերեկ աշխատելու հավաքել եմ, կոպեկ հավաքել եմ, փաթաթել էի, թաքցրել կոշիկիս կրունկի մեջ։ Շատ գիշեր կոշիկներով եմ քնել։ Տարան սրիկաները։ Գիտեք հույս կա, պարոն, հույս կա գտնելու։ Այո։ Այո, պարոն, կգաք ինձ հետ։ Այո, իհարկե, կգամ։ Կգաք, գնացինք։ Մամի, հույս կա։ Ես հիմա կգամ, լավ։ Հակիր։ Աստված հետդ։ Մի անանք ստացեք տիկին, նա ինձ հետ է։ Շնորհակալ եմ։ Իհարկե, հիշում եմ, այն հրյա տղան, որ կոշիկ էր մաքրում։ Անունը ինչ էր, Իցկո։ Հենց Իցկոյի հայրն է, նրան մոշկասիլյոտկա են ասում։ Ճարպիկ մարդ է, ճանաչում է փողոցի սրիկաներին։ Հին հագուստ կոշիկներ է վաճառում գնում։ Գուցե նրա մոտ են տարել։ Գնանք այնտեղ։ Տղաչան, փողի մասին մոռացի։ Ինչու մոռանալ։ Որովհետև սա Օդեսան է։ Մորուքս վկա։ Աղկատը երբեք փող չի պիտի ունենա։ Փողը շատ գոռոզ է, թանկագին պալատներ է սիրում, իսկ սրա նման հիմար աղքատը կարծել է, թե կարելի է այն պահել կրունկի մեջ, կոշիկում։ Բայց մեր մեջ ասած, երանի եմ տալիս այն հնավաճարին, ով կգտնի այդ կոշիկը։ Երթվում եմ մորուքովս, Սողոմոն արքան էլ այդպիսի թանկագին կոշիկներ չի հագել։ Գնացինք, Լևոն։ Ուր։ Ոստիկանություն, ուր։ Սրանց նայեք։ Բամարդ փողը կոշիկի մեջ կպահի։ Պրիստավն էլ նույնը ասաց։ Կաց։ Ուր։ Եթե մինչև առաջիկա գարուն չմեկնեմ։ Ինչ կանես։ Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող։ Մեկ շաբաթից մեկնելու է Փարիզ, Մեղրամսի։ Դե Կավալարոն մեկ տարվա պայմանագիր ունի։ Լուիզան էլ իհարկե նրա հետ է լինելու։ Ես իհարկե ստեցի, առաջին անգամ կյանքում ցանկացա, որ որևէ մեկը երջանիկ չլինի, եւ սարսռացի այդ մտքից։ Դե ինչ ասեմ, տիկին, շնորհավորում եմ։ Լուիզան շատ կուրախանար, եթե լսեր ձեր այդ խոսքերը։ Թող երջանիկ լինեն։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Ինչպես է այս բային ատում այս իտալացի կնոջը, այդ Կավալարոին, իսկ Լուիզային, գուցե նրան էլ։ Սինյոր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել։ Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա։
Ես անմիջապես պետք է գնամ Միլան։ Որքան կզարմանա եւ ինչպես կուրախանա։ Լևոն, շատ ես փափագում տեսնել Լուիզային։ Այո, իհարկե։ Եթե չտեսնես, շատ կտխրես։ Բայց ես կտեսնեմ նրան, պարոն։ Միլանում։ Նա Միլանում չէ։ Ով ասաց։ Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը։ Հապա որտեղ է։ Փարիզում։ Ում հետ։ Կավալարոյի։ Ամուսնացել է Լուիզայի հետ եւ 3 մեկնել Փարիզ մի տարի ժամկետով։ Ամուսնացել։ Տեսար, որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես։ Լավ նորություն։ Պետք է շնորհավորել։ Կավալարոն լավ մարդ է։ Ազնիվ մարդ է։ Այնքան ազնիվ, որ չարժի նրան։ Չարժի։ Լուիզան ավելի բարձր է։ Հրեշտակ։ Ուղղակի հրեշտակ է։ Փոքր աշխարհի փոքր մարդիկ եւ դու, Լուիզա, չքնաղ, հաջողակ, ցանկացած տղամարդու խելքը հանանող դիցուհի։ Եվ ինչ կլինի Լևոնի հետ։ Տեր Աստված։ Սինյորա Ստեֆան։ Պահպանիր նրան։ Այո։ Սիրեք մորս։ Խեղճ կին է։ Բայց ես միշտ սիրել եմ քո մորը, Լևոն։ Գիտեմ։ Լևոն։ Ինձ այդպես մի նայիր։ Ռաիսա Գյորգիևնան ազատ կին է։ Ես էլ ազատ ուսանող։ Ինչ է պատահել, Լևոն։ Ոչինչ։ Պարզապես ուզում էի հրաժեշտ տալ։ Ինչ որտեղ ես մեկնում։ Մեկնում եմ։ Հեղու։ Հեռու։ Լևոն, ինձ նայիր։ Տնից ես գալիս։ Հե, ինչ ես մեղվել, հիմա ինչ տեն տարել։ Առողջ, երջանիկ եղիր իցկո։ Լևոն, դու այս աշխարից չես։ Երանի քեզ։ Իսկ ես, սիրելի Լևոն, ես այնուամենայնիվ այս աշխարից եմ, որտեղ մարդիկ անում են այն, ինչ պետք է, եւ ոչ այն, ինչ ուզում են։ Իմ լավ, իմ միայնակ, իմ հպարտ արտիստ, աղաչում եմ, պահպանիր քեզ։
Պարոն Շիրվանզադե, Լևոնին տեսակ։ Ոչ, իսկ ինչ է պատահել։ Այսօր աղավոտյան շատ տարօրինակ էր։ Ասեց մեկնում է։ Հեռու։ Հենց այդպես էլ ասաց։ Մեկնում է հեռու։ Ես ոչինչ չեմ մոռանում, հենց այդպես էլ ասաց։ Դեմքի ողտոյտությունը, կարծես ինքը չլիներ։ Դա ինչ է նշանակում, պարոն։ Դուք էլ վախեցաք։ Հիմա դրա ժամանակն է։ Եվ հետո դու ինչու ես մեղավոր։ Ինձ թվում է արտիստական մանիերաներ են։ Կտեսնեք, ուշ գիշերին մի տեղից հարբած կվերադառնա։ Եվ դու մարդ ես կոչվում, հա։ Տղան կործանվում է, իսկ սա ասում է մանիերաներ։ Քո ամբողջ կյանքն է մանիերաներ, չէ լինի։ Ես ընդամենը ավելի լավ չէ հարբած վերադառնա, քան թե մի բան պատահած լինի։ Երդվում եմ։ Աստված մի հարասցե մի բան պատահած լինի։ Սենյորներ, գուցե ոստիկանություն դիմենք, հա։ Ախ, Ալմաստ, Աստված իմ, ինչ է լինելու։ Տեր Աստված, ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Գնամ մոր մոտ։ Հայ այստեղ, ժամերով նստում էր այս ռեստորանին, գիտարը ծնկներին ու նայում ծովի ալիքներին։ Ճիշտ է։ Ասում էր Իցկո, երբ նայում եմ մի հեռացող շոգենավի, ինձ թվում է ես էլ նավի վրա ուրիշների հետ գնում եմ հեռու։ Հերիք նրա մասին անցյալ ժամանակով խոսեք հիմարներ։ Չեք տեսնում էստեղ չի։ Փնտրել է պետք, փնտրել։ Լևոն, դու այս աշխարհից չես։ Երանի քեզ։ Իսկ ես այնուամենայնիվ այս աշխարհից եմ։